Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, Civic-ի միտահավարում այսօր հյուրընկալել ենք ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանին։ Բարև ձեզ Տիկին Ղազարյան։ Բարև ձեզ։ Շնորհակալություն հրավերն ընդունելու համար։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Վարչապետը այսօր առավոտյան մի ուրախալի լուր հայտնեց, նշելով, որ Ախալքալակ-Կարս երկաթուղին Ադրբեջանի երկաթուղու նման այլևս բաց է Հայաստանից արտահանումների եւ Հայաստան ներմուծումների համար, սա մեծ իրադարձություն է մեր երկրի տնտեսական կյանքում։ Շնորհակալ եմ Թուրքիայի եւ Վրաստանի գործընկերներին։ Դրանից անմիջապես հետո Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քլերչը կիսվել էր վարչապետի կատարած գրառմամբ եւ գրել. երկու երկրների միջև ուղիղ առևտրում նոր էջ է բացվում։ Խնդրեմ ձեր մեկնաբանությունն այս ուրախալի փաստի արդիվ։ Իսկապես շատ ուրախալի իրադարձություն է տեղի ունեցել, եթե հիշում եք մի քանի օր առաջ նաեւ Թուրքիայում օրենսդրական կարգավորում փոխվեց, որ Հայաստանի հետ ուղիղ առևտրի հնարավորություն ստեղծվի, ինչ այդ չկար եւ ես կարծում եմ մենք ուրախությամբ պետք է նշենք, որ Թուրքիայում աշխատանքային գործնական փուլ է մտել տեխնիկական հարցերի վրա են արդեն աշխատում եւ պարզ է արդեն, այսինքն քաղաքական պայմանավորվածություն, որ մենք միասին համագործակցում ենք տարածաշրջանում, դա արդեն պարզ է եւ տեխնիկական դետալների մասին են արդեն խոսակցություն, տեխնիկական փոփոխությունների մասին են խոսակցությունը, մյուս կողմից իհարկե, եթե քաղաքական խոզիտի եւ քաղաքական օրակարգին վերադառնանք, սա իրագործումն է խաղաղության խաչմերուկ ծրագրի հերթական փուլի, սա այն առաջարկն, որ Հայաստանը, որ քաղաքացիական պայմանագիրը արել է Հայաստանի ժողովրդին հարևանների հետ համակեցության եւ համագործակցության մթնոլորտում ապրել, ստեղծել տարածաշրջան խաղաղություն եւ ստանալ խաղաղության օգուտները, մի բան ինչի վերաբերյալ մեր հակադիր քաղաքական ուժերը վերապահում ունեն, անհամաձայնություններ ունեն եւ նաեւ սա շատ կարեւոր է մեր դիվերսիֆիկացիայի քաղաքականության տրամաբանության մեջ, որովհետեւ ի վերջո այս ճանապարհով Հայաստանը նոր ճանապարհ է, նոր կապուկ է ստանում դեպի Եվրոպական միություն, եթե մինչև այդ միայն սև ծովով, այսինքն ջրային ճանապարհով էր, հիմա նաև երկաթուղային ճանապարհով ունենք եւ իհարկե Սիրիա։ Ինչը նույնպես ուրախալի լուր է, որովհետեւ մեր կապուկներ բացում է եւ այդ հնարավորությունը նաև ստեղծելու է ավելի կառուցողական մթնոլորտ մեր հիմնական գործընկերների հետ, ինչ որ մենք տեսել ենք Ադրբեջանի հետ երկաթուղու բացման ժամանակ, եթե միջև այդ օրինակ երբ մենք ղազախական ծորեն չէինք կարողանում ստանալ երկաթուղով, այդ գործընթացում երբեմն խնդիրներ ստեղծվում էին մեր ավանդական գործընկերների հետ։ Այդ կապուկը բացվելուց հետո մեր ավանդական գործընկերները այդ ծորենի հացահատիկի ոլորտում ավելի կառուցողական, ավելի համագործակցային, կոմպրոմիսային եւ նաեւ գնային քաղաքականության, մատակարարման քաղաքականության հարցում ավելի կառուցողական են դարձել, որտեղ երբ որ քո այլընտրանքները բացում են, քեզ համար ավելի հեշտ է բանակցել տարբեր մի քանի գործընկերների հետ տնտեսական ոլորտում եւ ես վստահ եմ, որ սա նաեւ դրական է ազդելու Հայաստանի ավանդական շուկաների հետ համագործակցության տրամաբանության մեջ հենց քաղաքական իմաստով, որովհետեւ քան դեռ մենք մի տեղից ենք կամ շատ քիչ տեղերից ենք փոխկապակցված տնտեսապես, այդ խոսակցությունները ավելի բարդ էին ընթանում, հիմա ավելի կհեշտանա եւ կտեսնենք դրական ազդեցություն նաեւ ԵԱՏՄ շուկայում այս որոշման հետևանքով։ Իսկ հետաքրքիր է ընդդիմությունը սա կդարձնի հերթական շարժման թեման, թե այդուհանդերձ խելամտություն կունենան եւ գոնե կլռեն։ Ճիշտ ասած ընդդիմության դարտերը ինձ չեն տվել, ես Թուրքիայի հետ կապված ցանկացած բան իրենք։ Ես հույս ունեմ, որ իրանք կմեկնաբանեն սա որպես վատ նորություն, որովհետեւ իրանց ոնց է ընդդիմության վատ վիճակում հայտնվել է մեծ համար որպես մրցակիցներ լավ է, եթե զուտի ակնկալիքների առումով եք ասում, բայց ես չգիտեմ ինչ կասեմ, ես չգիտեմ ընդդիմությունը, ես դժվարանում եմ մտնել տրամաբանության մեջ, առավել եւս որ խոսացած հայերենի հետ խնդիրներ ունեմ, հայ իմացած հայերենն ու իրենց խոսացած հայերենը էականորեն տարբեր լեզուներ են եւ մի քիչ բարդ է ինձ համար հասկանալ թե ինչ է, ինչի մասին է խոսում, ինչ մասին է աղմկում ընդդիմությունը։ Ամեն դեպքում ինձ առանձնապես հետաքրքիր եւ ճիշտ ասած Հայաստանի ժողովրդի մեծ մասն էլ առանձնապես հետաքրքիր չի թե իրենք ինչ մեկնաբանություն ունեն օրինակ սրա վերաբերյալ, որովհետեւ Հայաստանի ժողովուրդը շատ հողին կպած, շատ ինքնիր առօրյա կենցաղային
զարգացման, բարեկեցության հարցերը գնահատող ինքը լավ հասկանում, հա, իր հետ հիմա լավ բան տեղի ունեցավ, թե վատ բան տեղի ունեցավ, օրինակ անդադ գալիս են դիմություն ասում որ խաղաղություն վատ բան է, բայց այդ մարդկանց դժվար է համոզել, որ խաղաղությունը վատ բան է, կամ չգիտեմ, գալիս են ասում են Եվրամիության դիտորդները հեռադիտակով եւ թուղթ ու գրիչով սահմանը չեն կարողանալ պաշտպանել, պետք է զինված հապկ ուժեր բերել, բայց այն մարդիկ դրանից առաջ զինված ռուսների ուղեկալներ հանել են, ոնց որ թուղթ ու գրիչով եվրոպացիները եկել են, գիտեն, որ այն զինված ուղեկալների ժամանակ կրակում էին, այս թուղթ ու գրիչի ժամանակ չեն կրակում։ Հիմա ինչքան համոզես, որ այդ մարդու մաշկի վրա զգացած այդ խնդիրները փոխվեն, չէ՞, ոնց որ դժվար է, էլի մարդուն ասել, երբ որ քեզ կրակում են, դա խաղաղություն է, երբ որ չեն կրակում, դա լավ չի, դա անարժանապատիվ է։ Շատ բարդ է, էլի մարդուն իր մաշկից կտրել, իր մարմնից դուրս բերել եւ ասել, ես քեզ հիմա ինչ որ բան կասեմ, որին դու պետք է հավատաս, ոչ քո փորձառությամբ, այլ ասենք քաղաքական հայտարարություններով։ Երբ տեղեկություն տարածվեց, որ Նարեկ Կարապետյանը Ռուսաստանի Դաշնության անձնագիր ունի եւ դա թաքցրել է, նա հերքեց դա, սակայն երեք ՖԻՊ-ի տրամադրության տակ է հայտնվել ուժեղ Հայաստանի ներկայացուցիչ падգամավորի տեխնացու Նարեկ Կարապետյանի Ռուսաստանի Դաշնության քաղաքացիության մակնշմամբ կնքված եւ էլեկտրոնային ստորագրությամբ փաստաթուղթ, որը վկայում է, որ Կարապետյանը 2026 թվականի մայիսի 19-ի դրությամբ ՌԴ քաղաքացիություն է ունեցել։ Բոլորովին 3 Այո, ինչ իրավական process կարող է սա ենթադրել, նաև քաղաքական առումով եմ, հա, ուզում հասկանալ։ Հետաքրքիր է, արդյոք Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայել Գալուզին չի մեկնաբանել այս իրադարձությունը, հետաքրքիր կլիներ այս անգամ տեսնել ինչպես է մեկնաբանվում այս իրադարձությունը, ինչ վերաբերում է այսօր եւս հերքել է նա այս տեղեկությունը։ Կարապետյան Նարեկը, իսկ որ հերքել այն չասել fake-ա, հա, փաստաթուղթը թե հերթական անգամ մեղադրել իշխանություններին։ Սիվիկի պատվալում է երևի ստեղծել այդ փաստաթուղթը, դուք ձեր պատվալումն եք։ Իրենք այո, հաճախ են այդպիսի արտահայտություններ անում։ Հա, երևի Սիվիկի պատվալումը ինձ թվում է գեներացրել են ուժեղ Հայաստան կուսակցության, որտեղ ավելի լավ բան մեզ համար դժվար հա տեղի ուներ, կամ ասենք բանի Սամվել Կարապետյանի ոչ AI-ով բաները հայտարարությունները Սիվիկի պատվալում պետք էր գեներացնել, որտեղ դժվար ավելի ոնց որ իրանց մարքետոլոգները դա արած լինեն։ Հիմա վերադառնալով իրավական հետևանքներին թողնելով հա այս բանը փոքրիկ թեթև հումորային մասը վերադառնալով իրավական հետևանքներին, սա քրեորեն պատժելի արարք է, եթե պարզվի որ դա ճիշտ է, այդ որ փաստաթղթերը իրական են, իսկ այս փաստերի ստուգման հարթակի հետ կապված մինչև հիմա նման ոնց որ վերապահում ունեցող նյութերի չեմ հանդիպել, ենթադրում եմ որ շատ մոտ է իրականության առնվազն, իհարկե չեմ ուզում բան անել, քննիչների գործառույթ վերցնել ինձ վրա եւ ասել, բայց կարող եմ ասել, թե ինչ է ենթադրում օրենսդրությունը, եթե որ պարզվի որ սա ճիշտ է, բնականաբար Նարեկ Կարապետյան չի կարող լինել տեխնացու падգամավորի, վարչապետի կամ որևէ այլ բարձրաստիճան պաշտոն, որը օրենքով նախատեսված է նույն ցենզը, միայն Հայաստան քաղաքացիների համար։ Եվ Նարեկ Կարապետյան պետք է կրի քրեական պատասխանատվություն, այլ կերպ ասած պետք է նստի սրա համար։ Մյուս սրա քաղաքական հետևանքը կլինի այն, եթե սա պարզվի որ ճիշտ է, որ Արա Վարդևանյանը կլինի ուժեղ Հայաստան կուսակցության վարչապետի տեխնացուն, Ռոբերտ Քոչարյանի փաստաբանը, երկարամյա եւ կարծում եմ շատ այնց ուրախ լուր է դա բանի ես կոնտեքստում, որովհետեւ բարձում շատ տարօրինակ են։ Բարձում մի նորմալ Հայաստանի քաղաքացի չգտան, որպեսզի դարձնեն ընդդիմության տեխնացու սկսած 2024 թվականի Բագրատ Գալստյանյանի հայտնի բաներից, հայտնի ցույցերից, բայց քան դեռ հիշել են քաղաքացիության այս բաների մասին, բազմաժանր արկածների մասին, դուք լրագրող եք, երևի հետևած կլինեք։ Սամվել Կարապետյան վերջը հրաժարվեց իր քաղաքացիություններից, բազմաթիվ տեղեկություն չունի։ Այդ մարդը ոնց որ այսօր եկուս բան է, չէ, պատրաստվում է հաղթել եւ դառնալ Հայաստանի վարչապետ ու խոստացել էր մի խոստում ա տվել հայ ժողովրդին մինչեւ հիմա հրաժարվել իր տարատեսակ բազմազան եւ բազմաժանր քաղաքացիություններից։ Ձեռնարկություն չկա։ Միակ խոստման կապակցությամբ ուժեղ գործողությունների չեն դիմել, հա, երևի։ Իդեպ Սամվել Կարապետյանը այսօր Կոտայքի բնակիչների հետ է հանդիպել եւ ասել. «Ես օգնել եմ, որ կանգնի պատերազմը, բայց այս մարդը իր մեծամտությամբ, անիմաստությամբ ոչ մի բանի ընդունակ չի»։ Այսինքն ինչ է նշանակում, ես օգնել եմ կանգնեցնել պատերազմը։ Ինձ համար կրկնում եմ էլի, ես միտքը արդեն ասեմ, շատ դժվար է հասկանալ, թե ինչ նկատի ունի Սամվել Կարապետյանը։ Ենթադրում եմ, որ երբ որ սեպտեմբեր 27-ին ինքը կոչ էր անում կողմերին Ադրբեջանին եւ Հայաստանին դադարեցնել պատերազմը եւ նստել բանակցությունների սեղանի շուրջ, առանց նշելու ագրեսորին, առանց նշելու հարձակվող կողմին, առանց նշելու
իրավիճակը, հա, նույնիսկ ԵԱՀԿ Մինսկի խումբը ավելի բան կոնկրետ էր հասցեական էր իր հաղորդագրությունների եւ հայտարարությունների մեջ, երևի ինքը դրանով փորձել է օգնել կանգնեցնել պատերազմը։ Ես ենթադրում եմ, որ եթե այլընտրանքային իրականության մեջ երևակայենք, որ Սամվել Կարապետյան կարող է լինել օրինակ Հայաստանի ղեկավար, ասենք ինչ որ մարտական գործողությունների ժամանակ կոչ կանի կողմերին նստել բանակցությունների սեղանի շուրջ։ Ինձ թվում է դա էլի իր ուժեղ բանը, թաքնված խաղակարգը, որի մասին մինչև հիմա չգիտենք։ Երեք էլ մի ուշագրավ հայտարարություն է արել եւ ասել է, որ ես իմ կապերով Ալիևի համար խնդիրներ եմ ստեղծելու։ Այսինքն ստացվում է 44 օրյա ժամանակ նա ուներ այդ հնարավորությունը չի ստեղծել սեպտեմբերյան ագրեսիայի 22 թվականի Ջերմուկի Գորիսի այդ կողմերում, երբ որ այդ ագրեսիան եղավ, Սոտքի, նա կարող էր դա անել, չի արել եւ մնացած բազմաթիվ ինչքան վատ օրեր են ունեցել այդ ընթացքում, նա կարող էր դա կանխել, բայց չի արել։ Այսինքն ինչու՞ Ալիևի փաստաբաններից մեկն էլ ասում էր, որ Նիկոլ Փաշինյան վիրավորել է Ալիևին, դրա համար պատերազմ է սկսել, իրանց ոնց որ արդեն խառնում եմ էլի ում այդ երրագլուխ պատերազմի կուսակցություններից մեկի առաջին համարն էլ ասում էր, որ բան փաստաբաններ են էլի դարձել Հայաստանում Ալիևի փաստաբանները, Ալիևի նարատիվները, շրջանառողները եւ նույնիսկ արդեն հնացած, մոռացված, գիտեք, որ վերջի անգամ մոտավորապես 1 տարի առաջ է, որ շատ կոշտ հայտարարություն է եղել օրինակ բանի վերաբերյալ այդ փոխադարձ դեմոգրաֆիական շարժերի վերաբերյալ, բայց հիմա ասենք Սամվել Կարապետյան պարզվում է ուժեղ Հայաստան կուսակցությունը $234,000 է ծախսել եւ սա փաստագրված է հա մետայի տվյալներն են, որպեսզի հայ ժողովրդին համոզի, որ Հայաստան պետք է բնակեցվեն 300,000 ադրբեջանցիներ։ Այսինքն հետաքրքիր է ինչու ոչ 300,000 է տիրասիրած թիվն է դեռևս մոտավորապես $66,000 պակասում է, հա, որ դրա վրա ծախսի $234,000 այդ մարդը ծախսել է այդ հիմարությունը տարածելու համար, այն դեպքում որ այդ բանը չկա, վերադառնալով այդ խնդիրներ ստեղծելու։ Ես կուզեի գիտեք ինչի վրա ուշադրություն տալ, ոչ թե անցյալի, այլ ապագայի վրա։ Իհարկե, ըստ էության Սամվել Կարապետյանի հայտարարությունից կարելի է եզրակացնել, որ ինքը միշտ հնարավորություն է ունեցել խնդիրներ ստեղծել մանավանդ այդ սուր էսկալացիայի պահերին խնդիրներ ստեղծել Ադրբեջանի համար, որպեսզի նա իր խնդիրներով զբաղվի եւ Հայաստանի վրա էսկալացիաներ չգեներացնի, բայց դա չի արել գլուխը քար։ Բայց ինքը ինչա առաջարկում Հայաստանի ժողովրդին, ասում է որ ոնց որ լավ տիպը հարևանների հետ ապրել, լավ մոդելը հարևանների հետ ապրելու այս օգոստոսի 8-յան խաղաղության հայտարարությունից հետո ոնց որ միմյանց համար խնդիրներ ստեղծելն է, միմյանց համար խնդիրներ ստեղծելն է, որ պարզապես չէ ինքը Ալիևի համար կստեղծի, Ալիևը հայ ժողովրդի համար կստեղծի եւ այդ նորից այդ բանը, այդ process-ը, այդ շրջապտույտի մեջ կընկնենք, որի մեջ եղել ենք 30 տարի։ Մենք ասում ենք ոչ, մենք միմյանց համար ոչ թե խնդիրներ, այլ միմյանց համար փոխշահավետ լուծումներ ենք ստեղծելու եւ առաջարկելու միմյանց, ինչը արդեն տեղի է ունեցել։ Այդ հաղորդման առաջին մասում ասացի, խոսեցինք այդ մասին։ Ադրբեջանից հիշում եք, չէ, որ ասում են հեսա Հայաստանը ճանապարհները կտա, Ադրբեջանն ու Թուրքիան չեն բացի։ Դուք նկատել եք, որ հիմա Հայաստան կոմունիկացիա ունի Ադրբեջանով ու Թուրքիայով, որը չունեն դեռևս Ադրբեջանն ու Թուրքիան Հայաստանով։ Հիշում եք ինչերի մասին էին խոսում, սրանից մի տարի առաջ, սրանից կես տարի առաջ, սրանից 5 տարի առաջ քարոզարշավի ժամանակ Հայաստան դաշինքը բաներ էր, հոլովակներ էր նկարում, դեռևս ոչ արհեստական բանականությամբ գեներացված, այլ իրական հոլովակներ էր նկարում, իբր ադրբեջանցիները եկել են եւ Հայաստանում են ապրում, որովհետեւ 21 թվականին Հայաստանի ժողովուրդը ընտրել էր Նիկոլ Փաշինյանը, այս նույն բաները, որ հիմա ցույց են։ Հա, բայց դա հիմա են նկարում։ Ոնց որպեսզի ցույց տանք, որ սա ինչքան մառազմի դաշտ է, հիշենք 5 տարի առաջ մեծ ինչ այդ վախենալու բաներով էին վախացնում։ Բայց այդ դրանով հանդերձ ձեզ ընտրեցին եւ մեծամասնությունը եւ իրենց մարգարեությունները չկատարվեցին։ Ոնց որ Հայաստանի ժողովրդի համար սա արդեն ծիծաղելի հասկանում եք, այնօր Սամվել Կարապետյանը ասում է 1 միլիոն ադրբեջանցի է գալու ապրի։ Ասենք իրենց մոտ աճուրդային տրամաբանություն է, էլի արդեն ով 1 միլիոն 1, 1 միլիոն 2 արդեն ով նոր թիվ կառաջարկի, հեսա վաղը մյուս օրը 1 միլիարդ կասեն։ Ես չգիտեմ ոնց հարաբերվում այդ մառազմի հետ։ Ուժեղ Հայաստանը ամենօրյա այսպես ռեժիմով հայտնվում է ինչ որ մի առիթով հիմնական ընտրակաշառքների իրավապահների ուշադրության ներքո հակակոռուպցիոն ամենօրյա ռեժիմով բացահայտումներ է անում։ Արդյոք սա հիմք չէ այսքան ծավալներով, որպեսզի այս մարդկանց զրկեն մասնակցել ընտրություններին։ Դե նայեք,
մի քանի բան ունեմ այդ ընտրակաշառքների հետ կապված ասելու։ Նախորդ օրը ուժեղ Սամվել Կարապետյանը ասում էր, որ ամեն օր մեր համակարգողներին բռնում են այդ ձեր ասած ձեր լսածները այդ որ ասում այս սրան 150 տվեցի սրան 100 տվեցի եւ այդ ամեն ինչը իհարկե վիրավորանքներով եւ հայհոյանքներով համեմված դրանք ուժեղ Հայաստանի շտաբի համակարգողներն են ասում ամեն օր մեր համակարգողներին բռնում են այդ իրանց համակարգողներն եւ երկրորդ բանը որ ինքը էլի հրապարակային այդ բանի չգիտեմ հարցը պատասխաներ ասուլիսեր ինչի ժամանակ ասեց այն էր որ այդ մարդիկ իրանց հետ կապ չունեն Ցած ԿՊ-ի ներդրած մարդիկ են։ Սիվիկի պատվալում գեներացված մարդիկ են երևի։ Ոնց է համընկնում, ոնց է տեղավորվում, որ այդ մեր ներդրած մարդկանց մենք բռնել ենք, բայց իրանց համակարգողներն են եղել։ Իհարկե մարազմի հասնող բան, անտրամաբանական չհամընկնող բաներ ասում Բայց վերադառնալով ձեր հիմնական հարցին ինչա տեղի ունենում օրենսդրորեն կարգավորման մասին վերադառնամ էլի ես ասեմ շատ կարևոր եմ համարում ասել նախ արձանագրենք որ վճիռներ չկան եւ երևի թե մինչեւ քարոզարշավի ավարտը չեն լինելու ես ուզում եմ այդ տրամադրվածության ոնց որ դրան տրամադրվենք եւ պատրաստ լինենք էլի որ մինչեւ քարոզարշավի ավարտը դժվար թե դատավճիռներ լինեն իսկան դեռ դատավճիռ չկա մարդը համարվում է անմեղ Երկրորդ բանը, որ չի նախատեսում մեր քրեական օրենսգիրքը, անհատական պատասխանատվություն, հավաքական պատասխանատվության մեխանիզմն է, այսինքն բոլոր այն մարդիկ, ովքեր ներգրավված են հանցագործությունների մեջ, այս պահի կարծեմ 67 ձերբակալված անձ կա, Սիրելի քաղաքացիներ, մի դարձեք 68-րդը, խնդրում եմ զերծ մնացեք այդ ձեր դեմ հանցագործությունների մեջ ներքաշվելուց, որտեղ ընտրակաշառքը ի վերջո քաղաքացիների դեմ հանցագործություն է, եւ նաեւ շատ կարեւոր է այս մասին հիշեցնել, որ այդ բարեգործությունը ընդունողը, աջակցությունը ընդունողը նույնպես այդ հանցագործության հիմա հակակոռուպցիոն ակտիվորեն SMS-ներ ուղարկում քաղաքացիներին իրազեկման, որովհետեւ շատ մարդիկ ուղղակի չեն հասկանում, որ երբ որ իրենք այդ օգնությունը քաղաքական ուժից ընդունում են, իրանք նույնպես քաշվում են այդ հանցագործության մեջ բայց վերադառնալով մտքից չկա հավաքական պատասխանատվության մեխանիզմ եթե իհարկե չպարզվի որ դա համակարգային ինչ որ կոնկրետ մարդու հրահանգով է տեղի ունեցել որը դժվար թե պարզվի մինչև ընտրությունների ավարտը մյուս կողմից եթե օրինակ այդ հենց այդ կուսակցություն աններկայացուցիչ է այդ ընտրախախտումը անողը եկեք այդ բառով այսինքն քրեական օրենսգրքով նախատեսված ընտրախախտումը անողը չի կարելի կուսակցությանը արգելել եւ ես սրա համար միշտ բերում եմ այն օրինակը որ հենց հիմա քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից դատվող մարդ կա ընտրախախտում անելու համար բայց ակնհայտ է չէ նամանավանդ այս պայմաններում այս իրավիճակում ուժերի այս բալանսում մեր իշխանություն լինել բարակայում եթե այդ մարդը դատվում է ուրեմն մենք չենք իրան հրահանգել բայց չի կարելի օրինակ ԿՊ-ին այդ մարդու պատճառով արգելել կուսակցություն մասնակցել ընտրություններին հետեւաբար այդ մարդկանց առանձին անհատական պատասխանատվությունը իրանք պետքա կրեն այլ հարց թե ինչ հետո կպարտի ինչ հարց ինչ կպարտի դե գիտեք օրինակ վարկասներ կան չէ քան որ այս Տաշի գրուպի հիմնական մրցակիցը Քոչարյանն է, ասենք մարդիկ կան, ասում են կարող Քոչարյանն է ներդրել, որ իրանց արգելել, որ այսինքն մարազմատիկ կարա լինի, բայց քննություն պետք է չէ այդ բոլոր վարկածները հաշվի առնի, որ գնա տեսնի, ասենք կարող է իսկապես Քոչարյանի մարդիկ էին ներդրված բանի շտաբում, որպեսզի իրանք մրցապայքարից դուրս գան, այսինքն անարդար արդյունքներ լինի ընտրությունների արդար ընթացքի վրա։ Հիմա սա որպես վարկած էլի շրջանառվող առաջ եմ քաշում, բայց ոնց որ քննություն պետք է բացի, ես ու դուք չենք կարող բարձել, մենք կարող ենք դիրքորոշում ունենալ քաղաքական մեր ոնց քաղաքական գնահատականներ ունենալ ինչ կարող է լինել արդյունքում կարող է լինել այն որ այս համակարգված ընտրակաշառքների արդյունքում որևէ քաղաքական ուժ, դե գիտեք որ կենտրոնական ընտրական հանձնաժողովը կարա համարի բավարար եւ ինքը դիմի դատարան կասեցնելու ուժեղ Հայաստան կուսակցության գործունեությունը ոչ թե ընտրություններին մասնակցությունը, այլ կուսակցության գործունեությունը, որով ավտոմատ եւ նաեւ բանկանի կկասեցվի մասնակցությունը, բայց նաեւ կարող են այլ քաղաքական, օրինակ այս վերջերս մի ուրիշի դեմ էլի դատարան ներդիմի մասնակցությունը անվավեր ճանաչելու եւ այլն, կարող են այլ քաղաքական ուժեր նախաձեռնել դա, օրենսդրությունը այդ հնարավորությունը տալիս է, բայց
Գիտեք, որ ընտրություններ վիճարկելու ամենատարածված մեխանիզմը Հայաստանում ընդունված եւ օրենքով ամրագրված մեխանիզմը միակ մարմինը, որ կարող է ընտրությունների արդյունքները վիճարկի կասկածի տակ դնի, Սահմանադրական դատարանն է։ Ավանդաբար Հայաստանում հետընտրական պրոցեսների ժամանակ իշխանությունների դեմ է Սահմանադրական դատարանը, իշխանություն ձևավորած ուժերի դեմ է Սահմանադրական դատարանը դիմել, որովհետեւ ավանդաբար ընտրակեղծիքներով զբաղված են եղել իշխանությունները, այսինքն ընտրակաշառքի դեպքը կհիշեք են ուսուցիչների դեպքերը, ՍԱՍ-ի դեպքը, այդ չգիտեմ ինչ որ իրադարձություններ Քոչարյանի ընտրությունների ժամանակ էլի Սահմանադրական մի անգամ նույնիսկ վստահության հանրաքվեի որոշումը կայացրեց այդն, բայց այս իրավիճակը իհարկե չի եղել, բայց այս իրավիճակը նույնպես ենթադրում է, որ կարող է հետընտրական արդեն Սահմանադրական դատարանում այս արդյունքները վիճարկելու պահանջներ կայացնել, նամանավանդ են ընդդիմադիր ուժերը, որոնք չեն կարողանա հաղթահարել շեմը, որովհետև ակնհայտ է, որ իրանց ավելի շատ իրենց ընտրազանգվածից ձայն տանում, այսինքն ընդդիմադիր ընտրազանգվածից զանգվածին ներգրավում, չնայած կարա նաև այդտեղ տարընթերցում լինի։ Ուզում եմ ասեմ, մեխանիզմներ կան սրա հետ աշխատելու նաև հետընտրական շրջանում կամ միջև նույնիսկ ընտրությունները, բայց արգելել քաղաքական, էլ քաղաքական որոշմամբ, ոչ թե դատական կամ իրավական որոշմամբ արգելել քաղաքական ուժին մասնակցել, այս բլում անիրատեսական է եւ չկա այդ մեխանիզմը։ Խոսենք նաև Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունների մասին, մի մարդ, որի կառավարման տարիները ժողովուրդը հիմնականում բնորոշում է որպես արյունոտ տասնամյակ, հասկանալի է ինչ իրադարձությունների մասին է խոսքը, նա վարչապետ Նիկոլ Փաշինյանին մեղադրում է սերիական մարդասպան լինելու մեջ, նկատի ունենալով Ղարաբաղյան պատերազմի ժամանակ զոհվածների թիվը։ Ես կխնդրեմ ձեր մեկնաբանությունը, ինչ համեմատությունը որն է խաղաղ հավաքի մասնակիցներին իր կառավարման օրոք գնդակահարում են եւ պատերազմական իրավիճակում մարդիկ մահանում են։ Ճիշտն ասած, ես կարծում եմ Ռոբերտ Քոչարյանին հունիսի 7-ին կմեկնաբանեն Հայաստանի քաղաքացիները եւ դա իր վերջնական մեկնաբանությունը կլինի էլի եւ անդառնալի ինձ թվում է Ռոբերտ Քոչարյանի քաղաքականներ փակվել է եւ այդ ամրագրումը կլինի հունիսի 7-ին, բայց եթե օրինակ Ռոբերտ Քոչարյան փորձել է մարտի 1-ը համեմատել, դեր խոսքից նենց ենթադրեց չեմ լսել ու մեջբերումը համեմատել պատերազմի հետ։ Չի համեմատել, ժողովուրդը համենայն դեպս այդպես է հիշում, իր կառավարման տարիները արյունոտ տարիներ են, այդպես են բնորոշում եւ ինքը ունենալով ես չեմ ուզում էլի իր այդ բան տրամաբանության մեջ մտնել, այնուամենայնիվ պատերազմը ենթադրում է չգիտեմ բացատրել պետք է ենթադրում է որ այդ կրվի ժամանակ անկախ նրանից դեպ հաղթական ելքով այսինքն ոնց որ բան Լևոն Տեր-Պետրոսյանին մեղադրեն որ իր ժամանակ պատերազմ է եղել եւ մարդիկ են մահացել անկախ ելքից ենթադրում է թշնամու կողմից սպանվելու դեպքեր իսկ այն ինչ որ դուք եք ասում ես երբ պետք է շնորհակալ լինենք որ Ռոբերտ Քոչարյանն ավելի քիչ մարդասպան է քան ադրբեջանական բանակը ասենք շնորհակալություն որ դուք ավելի քիչ հայ եք սպանել քան ադրբեջանական բանակը պարոն Քոչարյան ինչ մեծահոգի եք կարող եք ավելի շատ սպանած լինել ոնց որ երևի այդ պետք է արձագանքենք ես չգիտեմ էլի այդ մարազմի ոնց արձագանքել այնուամենայնիվ իր էջը փակված է եւ ես վստահ եմ որ այդ հունիսի 8-ին մենք բոլորս այդ արձանագրումը կանենք Խոսենք նաև Ծառուկյանի ցուցակի երկրորդ համարի Անդրանիկ Թևանյանի մասին, նրան մեղադրանքի առաջադրվել պետական դավաճանության մեջ են մեղադրում, իհարկե հարգելով անմեղության կանխավարկածը, այդուհանդերձ Ծառուկյանը փոխանակ դատապարտի այդ երևույթը դեռ մի բան էլ նրա նկարներով, պաստառներով քարոզչություն է անում եւ նաև չենք տեսնում մյուս ուժերի կողմից դատապարտում պետության դեմ ըստեյության գործում են այս մարդը։ Ես տեսա, որ Հայաստան դաշնքից դաշնակցական Արթուր Խաչատրյան գրառում էր կատարել, որտեղ ասում էր, որ եթե Թևանյանը էթնիստի ինֆորմացիայի դիմաց կարողացել է $622,000 ստանալ, ուրեմն ինքը լավ բիզնեսմեն է, իսկ ոչ թե հերքում էր, այլ ոնց որ հաստատում էր ավելի շատ։ Ենթադրաբար ես եթե ճիշտ եմ հասկացել հայտարարությունը, ենթադրաբար այն տեղեկությունը, որ հավաքագրել է Անդրանիկ Թևանյանը, իր նախկին խմբակցության գործընկերների միջոցով է հավաքագրել եւ երևի թե տրամաբանական կլինի, որ այս գործում նոր մեղադրյալներ լինեն, ով է կազմակերպել արտահոսք նիստից, որովհետեւ ինքը անձամբ այդ նիստին չի մասնակցել, բայց նիստում ունեցել է մարդիկ, որոնց հետ 3 տարի շարունակ մի խմբակցությունից է եղել, 2 տարի, 2 եւ ավելի տարիներ, եւ ենթադրաբար այս գործում նոր մեղադրյալներ կլինեն։ Ես հետաքրքիր զուգադիպությամբ, գիտեք,
2021 թվականի 2020 թվականի պատերազմից անմիջապես հետո 21 թվականի ձմռանը, հա, Բարգավաճ Հայաստան կուսակցությունը, խմբակցությունը այն ժամանակ օրինագիծ բերեց, որով ազգային դավաճանության եւ գաղտնի տեղեկությունների երրորդ կողմին հանձնելու հետ կապված պատիժները խստացնող օրինագիծ էր, կարծում եմ մինչև ցմահ դատապարտում նախատեսող օրինագիծ էր, որը մենք քվեարկեցինք եւ ընդունեցինք եւ կարծում եմ լավ արեցինք, շատ լավ նախագիծ էր։ Ես հույս ունեմ, որ օրենքի ամբողջ խստությամբ կպատժվեն այն մարդիկ, ովքեր երրորդ կողմերին Հայաստանի Հանրապետության գաղտնի տեղեկություններ են հայտնում եւ առանց կոնկրետ դրվագին անդրադառնալու եւ այդ նախագիծը կծառայի իր նպատակներին։ Խոսենք նաև քարոզարշավի ընթացքի մասին, դուք եւս մասնակցում եք քարոզարշավին, նախ ձեր տպավորությունները եւ նաև ընդդիմության մեղադրանքներին առհասարակ եւ կոնկրետ ձեզ նաև մեղադրում են վարչական ռեսուրսի չարաշահման մեջ։ Նախ պետք է ասեմ, որ շատ տպավորիչ քարոզարշավ է ընթանում, շատ հետաքրքիր մարդկանց հետ հետաքրքիր խոսակցություններ են ունենում, շատ ոգևորող, շատ աջակցող, խրախուսող տեքստեր եմ լսում, որոնք երբեմն չափազանց մեր ակնկալածից չափազանց դրական են, նույնիսկ մեր ակնկալածից հասկանալով հանդերձ, որ բազմաթիվ վայրերում բազմաթիվ դրական բաներ են կարել, բազմաթիվ խնդիրներ են լուծել, մեկը այդ բանը, այդ էնտուզիազմը, էմոցիան, որ հորդում է քաղաքացիներից շատ դրական լիցքեր փոխանցում եւ ես այդ քաղաքացիների հետ շփումն է ինձ այն վստահություն տալիս, որ մենք հունիսի 7-ին մեր սահմանած նշաձողը իրատեսական է, սահմանադրական մեծամասնություն ունենալը, ոնց որ իմ կարծիքով մենք բարձ մեծամասնություն այսպես թե այնպես ունենք, դատելով բանից էլի քաղաքացիների արձագանքներից եւ ոչ միայն այն քաղաքացիները, որոնք գալիս են մեզ աջակցելու, կոնկրետ հավաքներն էլ երբ որ շրջում ենք բակերից, փողոցներից, չգիտեմ, իրենց աշխատավայրերից, բնակարաններից, մեզ հանդիպող քաղաքացիների արձագանքներից ես այդ աջակցությունը շատ ուժեղ եմ զգում, ինչ համար շատ շնորհակալ եմ Հայաստանի քաղաքացիներին եւ կարծում եմ շատ իրատեսական է մեր սահմանած նշաձողը եւ մենք պետք է փորձենք քարոզարշավի միջև վերջի օրը աշխատել այնպես, որպեսզի կարողանանք ունենալ Հայաստան խաղաղության սահմանադրական մանդատ։ Ինչ վերաբերում է վարչական ռեսուրսի չարաշահման դեպքերին, ցավոք սրտի ձեր գործընկերներից որոշները, որոնք ոչ մի անգամ չեն անդրադառնում ընտրակաշառքի դեպքերին, չգիտես ինչու, քաղաքացիական պայմանագրի հանրահավաքներում փնտրում են վարչական ռեսուրս, մոտենում են մարդկանց, հարցնում են դուք որտեղ եք աշխատում, մեկը ասում է ես դպրոցում եմ աշխատում, մեկը ասում է ես համայնքապետարանում եմ աշխատում, երրորդը ասում է ես ինչ բիզնեսում եմ աշխատում եւ դրա հիման վրա ռեպորտաժ են սարքում, որ ես ինչ համայնքապետարանը, դպրոցը կամ ես ինչ բիզնեսը ուղղորդել է իր աշխատակիցներին հավաքներին, բայց չեմ հասկանում, ասենք, ով պետք է գար մեր հավաքներին։ Եթե ոչ ասենք աշխատողները, հա, պետական համակարգում կամ մասնավոր համակարգում աշխատողներ, այն նորմալ չի, որ պետական համակարգում աշխատողները մեզանից գոհ են եւ ուզում են գալ մեր հավաքներին։ Տրամաբանական չի։ Մենք չափազանց շատ դրական փոփոխություններ են կարել պետական համակարգի աշխատողների համար։ Իրանք երբեք այսքան ազատ անկաշկանդ չեն եղել, այսքան բարեկեցիկ չեն եղել։ Նույն դպրոցի ուսուցիչներն ես գնացել էի Կուրթանգյուղ ժամ 11-ի կողմերն էր, վարչապետի հետ լոռու մարզում, Կուրթանգյուղից մի բնակիչ մոտեցել է, ասում է, որ ինքը ընտանիքի անդամ է, ուսուցչի, ասում է, մեր դասատները ինքն են ուզում գային վարչապետին տեսնեն, շնորհակալություն հայտնել, մեկ էլ ես իմ երբ առիթ լինի իրանք վարչապետին տեսնեն, մեզ չեն թողում դասերից կանք կլինի, դուք միշնորհեք, ասենք ժամ 11-ն է դասի ժամը, ուզում ասեմ, մարդիկ կան, որոնք իսկապես ուզում են մասնակցել մեր հավաքներին եւ եթե հնարավորություն չկա, եղել է 4 դեպք Արագածոտնի մարզում իսկապես կազմակերպված կամ առերևույթ էլի կազմակերպված հիմա ծառայական քննությունը անդամ բան չան եկել այդ մարդկանց էլի ինչպես բանի էլի դավաճանության մեջ մեղադրվող այնպես էլ մարդկանց նկատմամբ այդ կոնկրետ պետակավորումներ չտանք շատ տհաճ եւ տգեղ ձայնագրությունը հրապարակել Արման Թաթոյանը նկատի ունեմ Թաթոյանը տհաճ եւ տգեղ այլ ձայնագրության բովանդակություն եթե դա իսկություն է բանի կողմից, կուրսղեկի կողմից, ուսանողների նկատմամբ, որ շատ շատվատ երևույթ է եւ ես
պարզապես խնդրում եմ մարդկանց չանել տենց բաներ, որովհետև ձեր ուսանողները, սիրելի դասախոսներ եւ սիրելի դասատուներ, ձեր աշակերտները ձեզնից կախված են։ Իրենց դժվար է ձեզ մերժելը, բայց իրենք կարող են ընդհանրապես չկիսել կամ չունենալ որևէ քաղաքական հայացք, մի արեք, այդպես բաներ դա շատ վատ է։ Հիմա ծառայական բոլոր տնօրենների լիազորությունները կասեցված են այդ կուրսղեկի այդ ֆունկցիան կուրսերը փոխանցված են այլոց եւ բոլոր դեպքերով ծառայական քննություն են ընթանում եւ մենք ընդհանրապես կատակ չենք ամ երբ որ ասում ենք որ վարչական ռեսուրսի կիրառման դեպքերը ամենախիստ ձևով պատժվելու են անկախ նրանից թե ում օգտին են դրանք կատարվում եւ եթե հույս ունեմ դե հիմա դասընթաց դասեր վերջացան էլ չի լինի, էլ նման դեպքերի ականատես չենք լինի, բայց կրկին ու կրկին արդեն իսկ նախորդ ընտրությունների ժամանակ, թիմ ընտրությունների ժամանակ վարչական ռեսուրսի չարաշահման դեպքով քրեական գործով դատարանում դատվող ԿՊԱ-ական կա։ Ժողովուրդ ջան, մենք կատակ չենք անում, մենք մեր քաղաքացիները առանց որևէ ուղղորդման եւ դրդման սիրով կացեն մեզ հանդիպման։ Ընդհանրապես չարժի, ես անկեղծ եմ ասում, ինձ դպրոցում աշխատող դասատու, որը կուսակցական է, քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից գրում է, այդ դեպքերից մեկով էլ է արդեն հայտնի, որ իրանց տնօրենը իրանց ուղարկում է հանրահավաքի, այսինքն մեր ԿՊԱ-կանը իրան վատ ազգում դրանից, մեր կուսակցություն մարդկանց մեծ մասը այդ տրամաբանության մեջ է ընդհանրապես վարչական ռեսուրսի կարիք չունի ԿՊ-ն եթե նկատել եք էլ մեր հավաքների դուք էլ մեզ այդ երբեմն գալիս եք այդ մարդկանց արձագանքից շատ լավ հասկացում է էլի որ ոնց որ այդ մարդիկ շատ անկեղծ ուզում են տեսնել վարչապետին քարտեզ ստանալ նրանից շնորհակալություն հայտնել դեպ ոչ շատ հետաքրքիր է որ ոչ թե բողոքներ այլ շնորհակալություններ են լսում անդադար իրականում ես եմ հանդիպել այդ տեսակ մարդկանց որտեղ հարցումներ արել եմ իրենք են ասել որ օրինակ ինչ որ մեկը ուսուցիչ է բայց դա եղել է աշխատանքից դուրս ժամ բժիշկ է նույնիսկ եղել ես ուղիղ այդ հարցը տվել եմ հենց ուղիղ եթերում որ ինչ պետք է աշխատանքի ժամին չեն իրենք եկել հանել բայց մարդիկ որտեղ պետք է աշխատեն կամ պետքա գործազուրկները միայն աջակցեն բայց ինչի պետք է գործազուրկները աջակցեն կապեն այդ մարդիկ կպերի շնորհիվ ունեն լավ աշխատանք լավ աշխատավարձ դա հարմար առիթ է ահա եւ նույնիսկ ընդդիմություն չի խնդրեմը ինձ թվում է խնդրեմը իրենց անկախ ներկայացնող լրատվամիջոցներն են որովհետեւ ընդդիմությունը գոնե գիտեն ընդդիմությունն է բայց մարդիկ լրատվամիջոցներ կան որոնք միջազգային ֆինանսավորում ունեն եւ կարծես թե դեմոկրատական արժեքներ տարածողների համբավ ունեն եւ դա շատ ցավալի է Հայաստանի համար շատ ցավալի է որ այդպիսի լրատվամիջոցներ կան որոնք ներկայանում են ժողովրդավարության անունից եւ փորձում են այդ տեսակ մանիպուլյացիաներ անել քաղաքացիների նորմալ է որ դասատուները մեզնից գոհեն ուղիղ 1/3 դասատուների ունի բարձրացված աշխատավարձ 200,000 դրույքա չափով նրանցից ոմանք մինչև 700,000 են որը վարչապետը զինվորականների ատեստավորման եւ ժամկետայինների հա այդ պաշտպան հայրենիաց ծրագրով ատեստավորման եւ աշխատավարձի մասներ ասում ես որ կան մարդիկ որոնք 700,000 դրամ են ստանում մարդկանց միջից մի պապիկ ասեց իմ թոռը հիմա այդ մարդու թոռը ինքը թոշակառ է ենթադրում եմ որ այդ զինվորական չի կարող գալ ծառայության բերումով եւ չի լինի այդ հավաքներին բայց ասենք հիմա այն մեկի թորնամեկի եղբայրնամեկի քույրնամեկը ինքն է անձամբ եթե մենք Հայաստանում չգիտեմ 300,000 նոր աշխատատեղ են ստեղծել թե մենք Հայաստանում բարելավել ենք առնվազն բնակչության 90%-ի կենսամակարդակը ինչի պիտի այդ մարդիկ չգան բիզնեսում ներգրավված մարդիկ ինչի պիտի չգան մեզ աջակցելու պետական ապարատում ներգրավված մարդիկ ժամանակին բիզնեսի վրա ինչպեսի չէ պետական ապարատում ներգրավված մարդիկ ինչի պիտի չգան մեզ աջակցել նորմալ է որ այդ մարդիկ գալիս են մեզ աջակցելու աննորմալ կլներ եթե չգային աջակցելու այդքանից հետո կներենք էլ ասենք իրանց գյուղում դպրոց ենք սարքել մանկապարտեզ ենք սարքել ենթակառուցվածք ջուր լույս գազ ճանապարհ սարքել ենք այդ մարդիկ էլ հա օքեյ աշխատում են աշխատում մեկը մշակույթի տանն է աշխատում մեկը դպրոցում է աշխատում մյուսը ամենքապետարանում է աշխատում եւ ասենք եկել է մեր հավաքին ինչ խնդիր կա ես դա չեմ հասկանում դրա ինչն է խնդիր եթե չի եղել ճնշում կամ ուղղորդում կամ կաշառք մարդկանց կաշառքով բերում են հանդիպումներ ես չեմ հասկանում օրինակ հանդիպմանը Սամվել Կարապետյանի հետ հանդիպմանը որ մարդ են բերում փող են տալիս մարդը 100,000 գնան նստի այնտեղ իրան հարցեր տա ասի մեր ապագա վարչապետ ասենք ոնց որ ինչ օգուտ էլի ինչ օգուտ իրանց ընդհանրապես չի քաղաքական գործիչ դրանց օգուտ ունենա Հայաստան փոքր երկիր է հետաքննող լրագրողներն էլ հենա բան են ամբողջ Հայաստան պատմում են թող գտնեն մի հատ
որպես բան է եղել է, մենք բացահայտել ենք, մենք ծառայողական քննություն ենք անցկացնում, մենք դիմել ենք դատախազություն, որ ծառայողականից բացի նաև այդ քննչական գործողություններ իրականացնեն, ասենք մենք այդ կանխարգելիչ գործողությունները արել ենք, դա ուղղակի մարզում դաշտ է, այդ տիպի մեղադրանք նորմալ է, որ մարդիկ մեզ աջակցում են, շատ նորմալ է։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Հիշեցնեմ, որ մենք զրուցում էինք Ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Թագուհի Ղազարյանի հետ։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար